Ինչպես ցանկացած գիտակից եւ սրտացավ համայնքի բնակիչ, ես էլ ունեի կատարյալ համայնքի մասին իմ պատկերացումները, որի մի կարևոր մասն էր բնակիչների համերաշխությունը, համայնքի կյանքին մասնակցելու իրավունքն ու հնարավորությունները։ Համայնքի երիտասարդությունը այդ առումով այդքան էլ հնարավորություններ չունի։ Ուստի երբ կանայք քաղաքականության մեջ ծրագրի շրջանակներում իրականացվեց համայնքը ես եմ ճամբարը, ես մեծ հաճույքով մասնակցեցի դրան։ Իրականացրի իրազեկ երիտասարդ շեն-շենիկ ծրագիրը, որի ընթացքում համայնքի 12 երիտասարդների հետ անցկացվեցին դասընթացներ տեղական ինքնակառավարման մարմինների, ավականու գործունեության եւ որոշումների կայացման գործընթացերի եւ երիտասարդների մասնակցայնության վերաբերյալ։ Այնուհետև ավականու նիստերին ներկայացրինք առաջարկությունների փաթեթ համայնքում երիտասարդական կենտրոններ ունենալու վերաբերյալ։ Սա շատ ոգևորիչ էր ինձ համար, ու ես ցանկանում էի, որ այս ամենը շարունակական լիներ։ Եվ նման հնարավորություն ինձ ընձեռվեց 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ ընդգրկվեցի կանայք քաղաքականության մեջ ծրագրի մենթորության ձևաչափին։ Իմ մենթորի ազգային ժողովի կին падգամավորի հետ ունեցել ենք անհատական քննարկումներ, գործնական հանդիպումներ, որի ընթացքում ստացել եմ ինձ ուզող մի շարք հարցերի պատասխաններ։ Մասնավորապես ինձ հետաքրքրում էր հասարակական ոլորտից պետական ոլորտ անցում կատարելու դժվարությունները, խոչընդոտները, ինչպես նաև առավելությունները եւ հատուկ կարիքներ ունեցող անձանց եւ այլ խոցելի խմբերի շահերին առնչվող օրենսդրական առաջարկությունների մշակման եւ հաստատման գործընթացները։ Ծրագիրը օգնեց ինձ դառնալ առավել ինքնավստահ եւ հավատալ, որ համայնքում ես ինքս կարող եմ մեծ փոփոխություններ բերել։ Պարզապես դրա համար պետք է նվիրում, ցանկություն եւ ուղղորդում։ Շնորհակալ եմ կանայք քաղաքականության մեջ ծրագրին, ինձանում այդ նվիրումը եւ ցանկությունը տեսնելու եւ ուղղորդելու համար դեպի շեն եւ զարգացած համայնք։